Ողջույն, հիմա դիտարկում ենք ողնաշարի կողմնային կտրվածքում տեղակայված միջողային աճառի ճողվածք գրիժը։ Մենք ահա տեսնում ենք գրիժայի այստեղ արդեն չափը, դասավորվածությունը, մենք ունենք նույնպես ներքևում փոքրիկ պրատրոզիա եւ անկայունություն, ողնաշարի հետին պատի ամբողջականությունը փլուզված է թե L5S1 հատվածում, թե L4-L5 հատվածներում։ Այս իսկ անկայունությունը պարտադիր կարգով հետագայում դառնում է ավելի մեծ ճողվածքի գրիժայի պատճառ։ Ահա տեսեք, գրիժան արդեն բավական մեծ է, կախված, լավ արտահայտված ճնշում է գործադրում թե կենտրոնական հատվածում, ողնանցքում, թե կողմնային հատվածում։ Եվ այս դեպքը ուրեմն արդեն բերել էր ոտնաթաթի զգայունության կորուստի, պարետիկ փոփոխությունների, հետվիրահատական փուլում վիճակը բավական կայուն է, կատարվում է վերականգնողական աշխատանք երկրորդ ամսից սկսած եւ բնականաբար նման դեպքերը, որոնք որ շուտ են վիրահատվում, մեծ հաջողություն են ունենում եւ մեծ հնարավորություն են ունենում լիարժեք վերականգնվելու, իսկ այն դեպքերը, որոնք մի քիչ երկար է պահպանվում ցավերը եւ ուշացնում են վիրահատությունը, բնականաբար պահպանվում են ներերվի ֆունկցիոնալ եւ զգայական որոշակի խանգարումներ։ Այսքանը։ Հիմա կդիտարկենք ողնանցքի ստենոզ, տիպիկ ստենոզ ճողվածքով L5S1 սեգմենտում։ Շերտ հորիզոնական կտրվածքի նկարը նայում ենք, ահա արդեն այստեղ սկսվեց այդ ճողվածքը, որը բավականին կախված է, սեկվեստրիզացիայի ենթարկված է, եւ մենք տեսնում ենք արդեն ինքը ինչ ձևա ողնանցքը փակել ձախակողմյան ամբողջությամբ սեղմել է։ Ասեմ ձեզ, որ պացիենտի մոտ արկա է ոտքի թուլացում, թմրացության զգացում, շարժումը, ոտնաթաթը իր շարժումը լիարժեք չի կարողանում կատարել, բութ մատի բարձիկի, ոտքի բութ մատի բարձիկի, բացարձակ զգայունության կորուստ եւ այտուցի զգացողություն։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ որ մարդկանց մոտ ճողվածքը այսպես սեղմում է կատարում ողնանցքի եւ միջողային լուսանցքի ուղղությամբ։ Ահա տեսեք, այստեղ ողնանցքը որքան փոքր է, կիսով չափ ճզմված է։ Հիմա շարունակենք նկարը, հաջորդ նկարում դուք արդեն կամաց կտեսնեք, որ ողնանցքը աստիճանական բացվում է, այստեղ տեսեք, արդեն ճողվածքը այդքան է, եւ հաջորդ նկարում մենք տեսնում ենք արդեն ողնանցքը ամբողջությամբ ազատված, բացված, բայց այն հատվածում, որ լուսանցքը սեղմված էր եւ ամբողջությամբ միջողային նյարդը տվյալ սեգմենտում միջողային լուսանցքում սեղմում էր առաջացրել, ստենոզի էր ենթարկվել, մարդու մոտ շարժման սահմանափակումները շատ սարսափելի մակարդակի վրա են եւ հետ վիրահատական փուլում մենք հիմա կատարում ենք վերականգնողական աշխատանք զգայունության վերականգնման համար տարատեսակ էլեկտրոնեյրոմիոստիմուլյատորներով, տարատեսակ ֆունկցիոնալ աշխատանք իրականացնելով մեխանոթերապևտիկ վարժություններ եւ վերջույթի հետ աշխատանք, ողնաշարի հետ աշխատանք, այս դեպքի հետ աշխատանքը սկսել ենք երկրորդ ամիսը վիրահատությունից հետո, երկրորդ ամիսը լրանալուն պես։ Այսքանը ծանոթացման համար։ Ձեզ հետ էր բժիշկ Տիգրան Գրիգորյանը։